Վահեջան, քեզ հետ կապի էին դուրս եկել նաև մեր հաղորդումից հետո սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը։ Այդ մասին եւս կպատմես։ Ինձ WhatsApp-ից չեմ հիշում առաջին անգամ գրեցին, թե զանգեցին։ Տարոներ այդ մարդու անունը, որ ինքը համարվում է Տաթև Ասատրյանի խմբի ներկայացուցիչներից մեկը, տենց ասեմ, զանգեցին, հիշում եմ։ Այդ վաղտը քոլեջում էի, նստած էի դասի, զանգարեցին, պրոֆեսորը կատաղեց, որ ինչի են դասի ժամանակ զանգում, բայց ասեցի կարող է ինչ-որ կարևոր զանգ գա։ Դուրս եկա, խնդրեցի ճիշտ ասած, դուրս եկա, խոսացի, որ ինձ ասեցին վարձի բանի պահով, այսինքն իրենք եւս ցանկանում էին քո ուսման վարձը փոխհատուցել։ Ես ասեցի, որ ճիշտ ասած անվճար եմ ընդունված, բայց կուզենայի ուրիշ վարձի հարցը լուծվեր, տենց մի քիչ եղա էլի խրոխտացա։ Տենց խրոխտացա, ասեցի, որ փոքր վաղտանից երազանք ունեմ նույնպես վոկալով զբաղվել, որ վատ ձայն չունեմ, բայց կուզենայի ավելի կատարելագործվել այդ ոլորտում։